Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ եւ Հանրային ռադիոյի Facebook-յան էջում այս պահին մեզ դիտողներ, մեկնարկում է Նյումեգ գրքի ամառային փառատոնը, այս տարի այն ներկայանալու է նոր կոնցեպտով։ Հենց այս մասին ենք այսօր խոսելու կազմակերպիչների հետ, սիրով ներկայացնեմ իմ հյուրերին Նյումեգ հրատարակչության մուլտիմեդիա բովանդակության ղեկավար Մանու Իրիցյան եւ հրատարակչության կորպորատիվ եւ միջազգային գործակցության ղեկավար Նանե Մանուկյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ ենք։ Կոնցեպտը գինի եւ ջազ, որն է այդ կոնցեպտի նպատակը, ասում եք, որ նոր է եւ ինչ նոր հնարավորություններ է այն բացելու փառատոնի համար։ Շնորհակալություն։ Նյումեգն այս տարի որպես հրատարակչություն 7-րդ տարին է իր գործունեությունը ծավալում եւ 5-րդ անգամ է, որ մենք ամառային փառատոն ենք անցկացնում եւ այս բոլոր փառատոնների ժամանակ մենք փորձում ենք որևէ նորություն բերել մեր ընթերցողին, այցելուներին եւ եղած ամրապնդելով նաեւ ինչ որ հետաքրքիր մի բան ավելացնել։ Եվ սա առաջին անգամը չէ, որ գրքից բացի մենք արվեստի այլ ուղղություններ ենք ներառում, բայց այս անգամ որոշեցինք մի փոքր ավելի հստակեցնել ձևաչափը՝ գիր, գինի, ջազ։ Իհարկե երաժշտության տարբեր ուղղություններ դասականից մինչև փոփ մեր փառատոնների ընթացքում հնչել են, բայց ջազը որպես այդպիսին հիմնական կոնցեպտ չենք ունեցել, եւ որտեղ գիրք, որտեղ ջազ, այնտեղ էլ կարծես բնականորեն գինու մշակույթի մասին է նաեւ կարիք լինում խոսել, եւ այսպես որոշեցինք ամառային թեթև ոչինչ չպարտադրող, բայց եւ հետաքրքիր կոնցեպտ առաջարկել մեր ընթերցողներին, եւ մենք փորձել ենք այնպես անել, որ ինստիտուցիոնալ դարձնենք այս ձևաչափը, դրա համար ոչ թե պարզապես գտել ենք 1-2 ջազմենի օրինակ եւ փորձել նրանց հետ համագործակցել, այլ հենց ընկերությունների, հիմնադրամների հետ ենք համագործակցում եւ այս փառատոնի գլխավոր գործընկերները Հայաստանի ջազի ասոցիացիան է եւ խաղողագործության ու գինեգործության հիմնադրամը, եւ այս երկու ընկերությունների միջոցով փորձել ենք գտնել այն լավագույն լուծումը եւ լավագույն բանաձևը, որի միջոցով այս 3 մարդկանց հետաքրքրող ուրեմն կոնցեպտներն ու ուղղությունները կմիանան։ Լավ, իսկ ինչպես եք պատկերացնում այս 3 տարերի գրքի, գինու եւ ջազի ինտեգրումը փառատոնի ընթացքում։ Տեսեք, մենք ունենալու ենք ինչպես միշտ գրքի շնորհանդեսներ, այս տարի այս ամառային փառատոնին 10 գիրք ենք ներկայացնելու, Մանուն ավելի մանրամասն որ կլինեն այնպիսի միջոցառումներ, որոնք այդ 3-ը պիտի միավորեն իրար, չէ՞։ Անշուշտ։ Մենք ամբողջ ընթացքում գրքերի շնորհանդեսներին զուգահեռ ունենալու ենք գինու տաղավարներ, ամեն օր, երևի չնշեցինք, որ հունիսի 21 եւ 22 երկու օր է լինելու եւ ամեն օր 3 գինեգործ ամբողջ ընթացքում ներկայացնելու են իրենց արտադրանքը, պատմելու են գինիների մասին եւ սրանով չենք սահմանափակվելու, բեմը կիսելու ենք գինեգործների հետ, որպեսզի իրենք պատմեն հայկական գինու ստեղծման, իրենց բրենդի պատմության, առհասարակ գինու մշակույթի մասին, ինչպես նաեւ այդ ամենին զուգահեռ ամբողջ ընթացքում ունենալու ենք ջազ դիջեյներ, դիջեյական վահանակի մոտ եւ արդեն օրը ամփոփելու ենք ջազ գալա համերգներով, երկու օրերին էլ ունենք շատ հրաշալի, կարծում եմ շատերի կողմից իսկապես սիրված եւ ճանաչված բենդեր, մեկը Dialogue Project-ն է եւ երկրորդը Արտյոմ Մանուկյան տրիոն է, որոնք եզրափակելու են մեր երկու օրերի միջոցառումները։ Մանու, գուցե դուք շարունակեք, հետաքրքիր է այս 3 տարերի համագործակցությունը, դուք օրինակ ինչպես եք տեսնում դեռ արխիվում պիտի լինի միջոցառումը, բայց շատ հետաքրքիր է կարծում եմ որ լավ լուծում է։ Այո, կարծում եմ որ հետաքրքիր կլինի, որովհետև սա ոչ թե պարզապես գինի խմելու երեկո է լինում, գիտենք նման փառատոններ շատ կան Երևանում, այս դեպքում մենք խոսում ենք մշակույթի մասին, այսինքն մենք սովորաբար մեր գրքերի փառատոնները իրականացնում ենք արվեստի մշակույթի որևէ ցուցահանդեսներով, համերգային ծրագրերով, այս դեպքում արդեն գինու մշակույթն ենք մենք ներկայացնելու, որովհետև գինին մեզ
համար ոչ թե պարզապես խմիչք է, որը արտադրում ենք, արտահանում ենք կամ վաճառում ենք, այլ մեր ինքնության, մեր պատմության մի մասնիկն է։ Մենք հենց այս կոնտեքստով ենք ներկայացնում գինին եւ գինեգործները այդ մասին գիտեն եւ իրենք էլ են խոսելու ավելի շատ ավանդույթներից եւ հետաքրքիր է որ 6 գինեգործական ընկերություններն էլ ունեն շատ հետաքրքիր պատմություն, այսինքն ոչ թե պարզապես բիզնեսներ են, որոնք արտադրում են գինի, այլ ունեն պատմություն թե ինչու են հենց իրենք գինեգործությամբ զբաղվում, այսինքն ավանդաբար է եկել։ Եվ այդ պատմությունները շատ հետաքրքիր են կարծում եմ եւ մեր գրքերի պատմությունների հետ միաձուլելով եւ երաժշտությամբ պիտի որ շատ հետաքրքիր ամառային փառատոն դառնա։ Իսկ ինչ գրական միջոցառումներ են նախատեսված։ Եվս մեկ կոնցեպտի փոփոխությունից երբ խոսում ենք, մենք մանկական փառատոնը սովորաբար անում ենք մայիսին, դպրոցական արձակուրդներից հետո, բայց այս անգամ որոշեցինք միավորել եւ 2 օրերը եւ հունիսի 21-ին եւ 22-ին փառատոնը կսկսվի մանկական ծրագրով։ Այսինքն 2 ժամ մանկական գրքեր եւ որից հետո արդեն մեծերի համար նախատեսված այդ գինի, ջազ եւ գիր հատվածը։ Եվ 2 օրերի ընթացքում այս անգամ աննախադեպ գրքերի թիվ ենք ընտրել 10 գիրք է լինելու 5 մանկական եւ 5 մեծերի։ Այսինքն գրական միջոցառումները հիմնականում պատտվելու են այս գրքերի շուրջ։ Մանկական գրքերը շատ հետաքրքիր են այս անգամ։ Մենք երաժշտությունից խոսելուց Փոլ Մակարտնիի գիրքն ենք մանկական ներկայացրել, նա իր թորնիկների համար գիրք է գրել, որը շատ հայտնի է։ Աշխարհում Hey Dude է կոչվում, մենք թարգմանել ենք Hey Պապիկ, կարծում եմ կհետաքրքրի Beatles-ի սիրահարներին եւ ոչ միայն։ Բացի այդ 2 լատվիական գիրք ունենք մանկական, որոնցից մեկը շատ հետաքրքիր մի նյուանս ունի, որը դեռ մենք որ չգիտենք հայկական գրական շուկայում, գրքերի շուկայում կա նման գիրք թե չէ։ Գիրքը պատմում է բույրերի մասին, սովորեցնում է երեխաներին ծանոթանալ աշխարհին բնությանը բույրերի միջոցով եւ գիրքը ունի բույր, որը իսկապես երեխաները կզգան թերթելուց եւ կգտնեն թաքնված բույրը։ Շատ փակ բույր ունի, հետաքրքիր է, չեք ասում այդ մասին։ Ոչ թե գիրք, չէ, չենք ասում, որպեսզի երեխաներին վերջում տեն փոքրիկ հանելուկ է գտնել գրքում թաքնված իրերից մեկի բույրը եւ երեխան կկարողանա այդ բույրը գտնել։ Չենք ասում, որպեսզի իրենց հետո հետաքրքիր լինի, այսինքն շոշափելով այդ բույրը իր պատկերված գրքի վրա երեխաները կզգան, կարծում եմ, որ սա հետաքրքիր է, որովհետև գիրքը ոչ միայն ընթերցելու համար է, կարծում եմ, գիրքը նաև տեսնելու, զգալու հիշողությունների համար է եւ բույրը լավագույն հիշողության ասոցիատիվ այդ զգացողություններից մեկն է եւ շատ ուրախ կլինենք։ Գրքի բույրը հենց ինքնին գրքի բույրն է հաճելի։ Այո, գրքի բույրը ինքնին կլինի բնականաբար, բայց այս դեպքում այո, երեխաները գրքին կկապել հոտը գտել, չէ՞, որովհետև օրիգինալ գիրքը երբ մեզ բերեցին, թերթում էինք, ասում էինք դե գտեք, որ բույրի մասին է խոսքը, ու մենք էլ ընթացքում փորձում էինք հասկանալ։ Սովորաբար մենք ընտրում ենք այնպիսի գրքեր, որոնք մեզ հետաքրքիր են եւ այս դա է ուզում հարցնել Մանու, որովհետեւ գիտեմ, որ ընդհանրապես ձեր հրատարակչությունը վերջին շրջանում է սկսել մանկական գրքեր հրատարակել եւ մանուկներին ուշադրություն դարձնել եւ շատ հետաքրքիր է թե ինչպես եք ընտրում, թե ինչ տպագրել, ինչպես եք ընտրում հերթական գիրքը, որը հնարավոր է որ նաեւ մեր մանուկներին առանձնապես չհասնի, քանի որ դրանք միջազգային թեկուզ բեսելերներ են, բայց ամեն դեպքում դրսի երեխաների համար են, չէ՞, այդպես։ Օրինակ այս անգամ մենք ունենք հայ ֆանտաստ գրող Ռուսլան Սաղաբալյանի նոր գիրքը 7 գալակտիկաների դպրոցը։ Կարծում եմ, որ սա նույնպես տարիքով ավելի մեծ երեխաների համար է, դա քանի որ երեխաները հիմա մենք նկատել ենք սիրում են ֆանտաստիկ, գիտաֆանտաստիկ գրականություն, Հարի Փոթեր եւ այլն, եւ մենք այս տարի առաջարկում ենք հայ հեղինակի գիրք, որը իսկապես շատ լավն է, շատ հետաքրքիր է, շատ հետաքրքիր պատկերներ եւ նկարազարդումներ ունի գիրքը։ Իսկ հայ հեղինակի ֆանտազիաները շատ են տարբերվում միջազգային ֆանտազիաներից։ Ինքը Ռուստան Սաղաբալյանը նույնպես ներկա է լինելու եւ երեխաներին արդեն կպատմի թե ինչպես է ստեղծել իր կերպարները, որոնք իսկապես շատ հետաքրքիր են։
Այո, միանշանակ կարող է, հատկապես եթե գիրքը պատկերներով ամբողջական դիտարկենք, որովհետև շատ գեղեցիկ պատկերազարդումներ են գրքում։ Այսինքն ընտրությունը մենք անում ենք հաշվի առնելով եւ այն թե ինչ է այսօրվա ընթերցողը սիրում եւ ինչ պետք է կարդա։ Օրինակ, այդ բույրերի մասին գիրքը Պոետն ու բույրը կոչվում է, դա երեխաներին ծանոթացնում է բույրերի աշխարհի հետ, որովհետեւ ինչ տարիքային խմբի համար է։ Դա 3-ից 6 տարեկանների համար է, ավելի փոքր, այսինքն ծնողների հետ կարող են կարդալ կամ առաջին դասարանում կարող են կարդալ։ Եվս մեկ գիրք, օրինակ, էլի բնության եւ մարդու կապի համար Անհետագիտարանը, այստեղ ամբողջ աշխարհում ոչնչացման եզրին գտնվող կամ արդեն անհետացած կենդանիների մասին է, շատ հետաքրքիր գիրք է, որտեղ իսկապես կան կենդանիներ, որոնք բոլորս առաջին անգամ էինք լսում, որ նման կենդանի եղել է, բայց հիմա էլ անհետացել է։ Այսինքն սա էլ սովորեցնում է գիրքը ոչ թե պարզապես թվարկում է, թե ինչ կենդանիներ կան, եւ պատկերներով կարելի է տեսնել, եւ բացի այդ ասում է, թե ինչու է ամեն կենդանի, նույնիսկ աննշան թվացող միջատ կարևոր բնության համար, եւ ամեն մի մարդ եւ այս դեպքում երեխան ինչ պետք է անի, որպեսզի պահպանի այդ բնությունը եւ այլևս կամ հնարավորինս քիչ անհետանան կենդանիներ։ Հետաքրքիր է, ընդհանրապես ձեր հրատարակչությունը միշտ ու շատ ուշադրություն է դարձրել բեսելերներին համաշխարհային։ Արդյոք մանկականները նույնպես բեսելերներ են համարվում ձեր տպագրված, թե ոչ։ Այո, լատվիական գրքերը հեղինակային իրավունքները նանեն է վերցրել, կարծում եմ ավելի մանրամասն կասի, դրանք հայտնի գրքեր են։ Մանկականների դեպքում եւս մենք մի քանի առաջնահերթություններ ունենք, իհարկե բեսթսելեր լինելը կարևոր է, բայց կան նաեւ այլ կարևոր հանգամանքներ, որոնց պետք է հետևել։ Հատկապես մանկականների դեպքում ինչ ուղերձ կա, ինչ են սովորելու երեխաները, նաև ինչ պատկերազարդ, ինչ պատկերներ կան գրքում, որովհետև այդ տարիքի երեխաների համար շատ կարևոր է նաև գրքին ծանոթանալ եւ հետաքրքրվել պատկերների միջոցով, եւ մենք արդեն մի քանի անգամ հնարավորություն ենք ունեցել։ Եվ նաև մշակութային առանձնահատկությունն էլ գուցե պիտի հաշվի առնել, չէ՞, տեղանքի եւ այլն։ Հենց նույն լատվիացի հեղինակների հետ կապված արդեն մի քանի անգամ հնարավորություն ենք ունեցել հենց մանկական գրքերի շրջանակում նրանց հետ համագործակցել եւ կարծես այս գործակցությունը բավական լավ արդյունք է տալիս, դրա մասին խոսում են վաճառքները, գրքի հետաքրքրությունը երեխաների շրջանակում, նաեւ մենք ունենք մանկական գրքերի շարքում այսպես մի քանի մասից բաղկացած, հա, ուրեմն շարքով գրքեր եւ երեխաները առաջին մասը, երկրորդ մասը կարդալուց հետո արդեն անդադար մեզ հարցում են երբ է լինելու երրորդը, երբ է լինելու հաջորդը եւ մենք էլ պարտավորված ենք զգում հնարինս արագ եւ իհարկե դրա հետ մեկտեղ որակը նույն կերպ պահելով երեխաներին հասցնել այդ գրքերը եւ այս շարքերից խոսելով նաեւ մենք վերադառնալով մեր հիմնական ուրեմն ցանկին ներկայացնելու ենք ամառային փառատոնի ընթացքում Քարեն Մկմանուսի եռագրության վերջին մասը մեզնից մեկը վերադառնում է սա երիտասարդների կողմից շատ սիրելի, շատ սպասված թրիլեր է, որի առաջին երկու մասերը մենք թարգմանեցինք, շատ մեծ արձագանք գտավ, նաև այս եռագրության հիման վրա արդեն հեռուստասերիալ կա, ինչը ավելի մեծացրել։ Երրորդ սեզոնը ֆիլմի չկա, սերիալի, այնպես որ գիրքը ավելի մեծ կրքով եւ հետաքրքրությամբ են կարդալու։ Կարդալը կարծում եմ այդ գրքերից մեկն էր սա, որ էլի մեզ մեր ընթերցողները հանգիստ չէին տալիս եւ շատ էին սպասում։ Նաեւ մեր սիրելի հեղինակներից Ֆրեդրիկ Բաքմանի գրքերից մեկն ենք ներկայացնելու Բրիտ Մարին վերադառնում է քաղաք։ Մենք արդեն 2 գիրք ներկայացնել ենք հայ ընթերցողին եւ Բաքմանի ձեռագիրը այսպես հուզիչ, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր հումորներով, այսպես շատ գեղեցիկ լեզու ունի եւ կարծում եմ, որ նրա գրքերի սիրահարները, երկրպագուները այս գիրքը եւս շատ են հավանելու Եվս 2 գիրք, սրանք իսկապես բեսթսելեր են աշխարհում եւ կարծում եմ, որ հայ ընթերցողն էլ կսիրի։ Մեկը Արնոլդ Շվարցենեգգերի Կյանքի սկզբունքները գիրքն է, իր սկզբունքներն են 7 կանոններ, թե օգտակար եղիր, այսպես է կոչվում, իր կյանքի սկզբունքներն են, թե ինչպես է հաջողության հասել, որովհետեւ Շվարցենեգգերը այդքան հետաքրքիր անկեղծ հերոս է, հա, այդպես դեռ կարծում եմ նախորդ դարում էր ինքը ավելի
հետաքրքիր քան այսօր կենսագրություն ունի, որը իսկապես հաջողության հասնելու ճանապարհ, այսինքն ինքը այն մարդկանցից է, որը կարող է խոսել եւ պատմել եւ խորհուրդ տալ, թե ինչպես bodybuilder-ից մինչեւ, գիտեք, նահանգապետ եւ մեծ քաղաքականություն եւ այս ամենը ավստրիական փոքրիկ գյուղաքաղաքից հետո հասնելով Միացյալ Նահանգներ։ Նա խոսում է իր երազանքների մասին, թե ինչպես է իրականացրել, որ իսկապես իրականացրել է իր բոլոր ցանկությունները։ Եվ իր անձնական փորձառության, այսպես բոլոր փուլերը, հա, կան այդտեղ։ Բոլոր փուլերը պատմում է, շատ հետաքրքիր գիրք է, եւ իհարկե, ելին ճամար առանց ֆուտբոլի եւ մեծ սպորտի, մենք բոլոր ֆուտբոլասերների համար վերջապես խոստանում ենք, բայց չէինք հրատարակում, արդեն այս ամառ կներկայացնենք Կիլիան Մբապեի կենսագրականը, որը նույնպես կարծում եմ շատ սպասված երևի Մբապեի երկրպագուների համար շատ հետաքրքիր կլինի, գիտեմ որ ֆուտբոլային երկրպագուները շատ են հատկապես դեռահասների շրջանում, չէ՞։ Շատ սիրում են իրեն։ Շատ լավ, մենք գիտենք, որ ընդհանրապես հրատարակչությունները եթերից առաջ նույնպես խոսում էինք, որ շահույթ շատ չհետապնդող այդպես կազմակերպություններ են եւ գրքից շահույթ ստանալը շատ մեծ դժվարությամբ է լինում ընդհանրապես մեր միջավայրում, շատ կարեւոր է թե ինչպես են ձեռք բերվում գրքի տպագրման իրավունքները, ընդհանրապես կապերը, ինչ մարտահրավերներ կան այդտեղ, ինչ դժվարություններ կան, կուզեի այդ մասին խոսեինք նաև։ Կար ժամանակ, երբ Հայաստանում հրատարակչական ոլորտում շատ անգամ տպագրվում էին գրքեր, որոնք արդեն, չգիտեմ, 100 տարի անցել է դրանց առաջին բնօրինակից եւ արդեն տպագրական իրավունքների եւ իրավունքները ձեռք բերելու կարիք էլ չկա, բայց Նյումեգի գլխավոր, այսպես առանցքային նպատակը եւ առաքելությունը ի սկզբանե եղել է այն, որ հայ ընթերցողը կարդա այն, ինչ այսօր կարդում է աշխարհի ընթերցողը, այսինքն աշխարհի հետ այս առումով համընթաց քայլել։ Իսկ սա նշանակում է, որ բանակցությունների գրքի իրավունքները ձեռք բերելու բարդ փուլ պետք է մտնել, որտեղ նախ դու պետք է ներկայացնես քո հրատարակչությունը, որպեսզի իրենք այսպես ծանոթանան կատալոգին, ծանոթանան քո անցած ճանապարհին եւ միայն գումարի մասին չէ այստեղ խոսքը, որպեսզի հասկանան, արդյոք ուզում են իրենց գրքի հայերեն թարգմանության եւ հրատարակության ուրեմն հեղինակը լինի քո հրատարակչությունը։ Իսկ եղել է որ մերժել են։ Ես նման դեպք չեմ հիշում, լինում են դեպքեր, երբ օրինակ մի քանի հայ հրատարակչություններ նույն գրքի համար են ուրեմն դիմում եւ արդեն այստեղ բանակցությունները մի փոքր այլ ուղղությամբ են գնում, բայց դեպք որպեսզի մերժեն ես չեմ մտաբերում։ Իհարկե շատ կարևոր է նաև այս բանակցությունների ընթացքում հասկանալ, թե ինչպես կարող ենք մենք ամբողջ ներուժը օգտագործել այս գրքի, որովհետև գրքերի մեծամասնության հեղինակները բեսթսելեր հեղինակներ են, որոնք շրջագայում են ամբողջ աշխարհում, ունենում են, այսպես ասած, book tour-եր, եւ մենք անպայման փորձում ենք այնպես անել, որպեսզի հայ ընթերցողը եւս ունենա հնարավորություն ծանոթանալու, ինչու ոչ մակագրությամբ այդ հեղինակները ունենալու իրենց գրքերը, մենք մի քանի հյուր անպայման տարեկան ունենում ենք միջազգային եւ այս տարի այս աշնանը դեռ չեմ բացում, ինչպես ասում են փակագծերը, բայց շատ սպասված ու շատ հետաքրքիր հյուր ենք ունենալու մեր հեղինակներից, այնպես որ այս ուղղությամբ եւս աշխատում ենք, որպեսզի նաեւ համագործակցությունը երկար լինի, որովհետեւ մեկ միջազգային հրատարակչության հետ աշխատելուց հետո իրենք արդեն մեզ նոր գրքեր են առաջարկում, չգիտեմ, նամակ են գրում, ասում են գուցե սա ձեզ հետաքրքրի նախորդ գրքի փորձ ունենալով եւ այն եւ այս կապը շատ կարեւոր է ստեղծել միջազգային մեր գործընկերների հետ, որպեսզի քեզ որպես հրատարակչություն ճանաչեն թե ինչ տեսակ գրքեր եք դուք նախընտրում, ինչ տեսակ գրքեր եք ընթերցողը նախընտրում եւ նաեւ մենք իհարկե մասնակցում ենք բազմաթիվ միջազգային փառատոնների, ֆեստիվալների, մեր ղեկավարը Արտակ Ալեքսանյանը, նաեւ մեր թիմից անդամներ եւ շատերին արդեն այսպես ջերմ գործընկերային հարաբերություններ ունենք։ Դեպս դժվարություններ չկա այդտեղ կապեր ստեղծելու եւ կան, ես գեղեցիկ
կողմն եմ ներկայացնում, ինչպես սովորաբար մենք նախընտրում ենք անել։ Իհարկե պետք է հաշվի առնել, որ Հայաստանի շուկան փոքր է, տնտեսական օբյեկտիվորեն մեզ խոչընդոտող հարցեր կան, բայց մենք էլ այդպես նաև թիմում կատակում ենք, որ պետք է այնպես ներկայացնել իրավիճակը երկրի ոչ միայն հրատարակչության եւ մեր հնարավորությունները, շուկայի կարողությունները, որպեսզի մարդիկ պատկերացում կազմեն եւ դրա հիման վրա մեր առաջարկները դիտարկեն։ Շատ լավ, մենք ձեզ հետ միասին գրքերի մասին խոսում ենք, դուք այնպիսի սիրով եւ երջանիկ դեմքերով եք ներկայացնում գրքերը, տպավորություն ունեմ, որ դուք այսպես հատ առ հատ կարդում եք, քննարկում եք, հա, ձեր միջավայրում։ Իսկապես այդպես է եւ արդյոք հատկապես մանկական գրքերը դուք եթե մանուկ լինեիք, նույն ոգևորությամբ կընդունեիք այդ գրքերը, եթե այսպես։ Վստահ եմ, որ գոնե մեծ մասը ոգևորությամբ կընտրեինք եւ կկարդայինք, բայց մի բան էլ ասեմ, մենք այսպես ասած փորձարկում ենք մեր երեխաների վրա նաեւ, մեր երեխաները հաճախ մասնակցում են այդ գրքերի քննարկմանը կամ անոնսներն են կարդում գրքի եւ իրենք կարդում են առաջինն, ինչպես մենք ենք մեծերս գրքերը նախ կարդում ենք, հետո ներկայացնում ենք ընթերցողներին, այս դեպքում էլ երեխաներին ենք տալիս եւ անկեղծ արձագանքը իրենց արձագանքից հետո շատ համահունչ տեսնում ենք նաև ընդհանուր գրքի հետաքրությունը շուկայում ինչպիսն է եւ դրա հիմնականում համընկնում, այսինքն այնինչ հավանում ենք մենք, մեր երեխաները սովորաբար հավանում են նաև մյուս ընթերցողները։ Այնպես որ այո, կարդում ենք, մտածում ենք հետաքրքիր թե չէ, իհարկե լինում է նաև որ սխալվում են, գուցե ինձ պակաս հետաքրքիր է, բայց ավելի շատ ընթերցողներ է ունենում, դա բնական է։ Ձեր մասին եթե խոսեք, հենց անձամբ ձեր մասին։ Ձեզ կհետաքրքրի։ Այո, իհարկե, գրքերի մեծ մասը, այո, կհետաքրքրեր, մանկականները նույնպես շատ հետաքրքիր են այս անգամ եւ դրանք ամենակարևորը ինչ որ բան սովորեցնելն է։ Երբ որ երեխաների գրքերի մասին խոսում ենք, ամենամեծ խնդրեմը որն է, 3 տարեկան երեխայի համար կարդում ես, լավ բան ես անում, կարդացիր անցավ գնաց, բայց ինչպես հասկանալ, ինչպես ընկալեց երեխան կամ ինչպես է ճիշտ որ ընկալի։ Մենք գրքերի մի շարք ունենք, որտեղ կրթության մասնագետները հարցաշար էին պատրաստել, գրքի հետ ծնողը կարող է գիրքը կարդալուց հետո վերջում երեխային հարցեր տա, ինչ հարցեր պետք է տա, որովհետև հաճախ ծնողները միշտ չէ որ այդքան կրթական կրթության մասնագետների ինչ որ ունակություններ ունեն կամ գիտելիքներ եւ այդ հարցաթերթիկների միջոցով ծնողները կարող են կողմնորոշվել ոնց հասկանան երեխան հասկացավ ինչի մասին է գիրքը կամ ինչ պետք է հասկանար թե ոչ այնպես որ հիմնականում այդ ուղղությամբ ենք նայում թե ինչ կսովորի երեխան եւ ինչպես կկարողանա ծնողը կամ մեծահասակը որը այդ գիրքը ընթերցելու է երեխայի քննարկի այդ գիրքը Այո, եւ նաեւ պիտի հաշվի առնել, որ դուք տարին 2 անգամ եք փառատոն կազմակերպում, ձմեռային փառատոն եւ ամառային եւ արդյոք կան որոշակի գրքեր կամ մոտեցումներ կամ շեշտադրումներ, որոնք հենց ամռանն են այսպես համապատասխանում տարվա եղանակի հետ են կապվում ինչ որ իմաստով գուցե ժանրային որոշակի գրքեր կան, որոնք հատկապես ամռանը կարելի է ներկայացնել Նախ ասենք որ ունենք եւս մեկ փառատոն ֆրանսիական գրքերի, որը արդեն աշնանային փառատոն է, այսպես ասած, բայց այո, հիմնականում ճիշտ եք, ընտրությունը այդպես ենք անում, ամռանն ավելի Ամռանը միջազգային բեսթսելերների վրա են կենտրոնանում, իսկ ձմեռային փառատոնին հիմնականում աշխատում ենք հայ հեղինակներին ներկայացնել։ Հիմնական տարանջատումը այստեղ է։ Եվ իդեպ մեր 200-րդ գիրքը մենք ընդամենը մի քանի օր առաջ ենք ներկայացրել, շնորհանդեսը մի քանի օր առաջ էր Նարինե Աբգարյանի Ապրել գիրքը Այսպես 200-րդ ձեր տպագրած ամբողջ հոբելյանական այո հոբելյանական Նաև շատ կարևոր է որ արդեն ավանդույթ է ձևավորվել որ ամառային եւ ձմեռային փառատոններին մենք մրցույթ ենք ձմեռայինին հայտարարում ենք մրցույթը ամառայինին հաղթողին ենք ներկայացնում եւ հաջորդ ձմեռայինին հաղթողի գիրքն ենք տպագրում այդպես արդեն Արցախցի մեր հեղինակի գիրքն ենք ներկայացրել եւ անցած ձմեռային փառատոնին հայտարարեցինք
կազմեցին գրական մրցույթ երիտասարդ գրողների համար, հաղթողի անունը արդեն կհայտարարենք հունիսի 22-ին։ Եվ սա որերորդ տարին է, որ այդպես գրական մրցույթներ եք հայտարարում եւ կարող եք ասել արդյոք սեզոնն է կարծես, այսինքն մեկ մրցույթ հայտարարել ենք արցախցի հեղինակների ժամանակներ կան, որ բացահայտել եք այս հունիսի 21-ին 22-ին որ հայտարարենք մեր երիտասարդ գրողի անունը, նա հայտնի գրող չէ, երիտասարդ 20-ից ավելի երիտասարդ գրողներ են դիմել, իրենց արձակ ստեղծագործություններն են ուղարկել եւ իրականում ժյուրին բավականին բարդ ընտրության արչեր մի քանի օր առաջ է ավարտվել քննարկումը եւ ընտրել է ժյուրին։ Մենք այսօր նոր առավոտյան իմացել ենք թե ով է լինելու հաղթողը, անկեղծ դեռ գիրքն չենք կարդացել մենք, միայն ժյուրին է կարդացել, ովքեր մրցույթի բոլոր գրքերն էին կարդում։ Եւ կան լավ գրողներ ձեր կարծիքով Հայաստանում։ Այո։ Մեր խմբագիրը շատ լավ, վստահենք որ լավ Ընդհանրապես հրատարակչությունները եւ փառատոնի կազմակերպիչները նաեւ շատ ուշադրություն են դարձնում գրքի հանրահռչակմանը առհասարակ եւ տարբեր տեսակի միջոցառումներ, ամեն ինչ, բոլոր տեսակի ծրագրերը ուղղված են հենց դրան, չէ, ինչպես հանրահռչակել գիրքը եւ գուցե գինի խմելով, չգիտեմ, ջազ լսելով, բայց մարդուն բերում ենք դեպի գիրքը, արդյոք դուք դա հնարավոր եք համարում, որպեսզի ի վերջո այդ խնդիրը լուծված տեսնենք, այսինքն ընթերցողների թիվը բազմապատկվի, մեծանա։ Այո, կարծում եմ, որ մենք մի քիչ ավանդաբար սովորենք, որ բոլորը պետք է ունենան գրադարաններ, ինչպես բոլորիս տներում է եղել, եւ գուցե ոչ բոլոր գրքերն էին բոլորը կարդում։ Պարզապես գիրք գնելու մշակույթ կար։ Հիմա գուցե գիրք գնելու մշակույթը այդքան տարածված չէ, բայց ես վստահ եմ, որ հիմա գիրք գնում են նրանք, ովքեր իսկապես սիրում են գրքեր գնել կարդալու համար, այսինքն ոչ թե դարակները լցնելու, եւ մեր փառատոններին, քանի որ միշտ 40 մինչեւ 40% զեղչով են բոլոր գրքերը լինում, եւ նոր ներկայացված եւ հին, մենք ունենք մշտական ընթերցողներ, որոնք այդ օրը հատուկ գալիս են եւ զեղչով գնում են 10, 20, 30 նույնիսկ գրքեր, այսինքն բնականաբար փառատոնը էլի 30% թե մինչև 40%։ Մենք հետաքրքիր էքսպերիմենտ արեցինք այս նոր տարուց առաջ եւ դա մեծացնում է ընթերցողների թիվը, գնորդների, որովհետեւ գիրքը իրականում, եթե հաշվենք ընդհանուր մեր բոլորի տնտեսական իրավիճակը եւ սպառողական զամբյուղը, գիրքը թանկ է։ Առաջին անհրաժեշտության իր չէ ամեն դեպքում եւ իսկապես գիրքը թանկ է եւ դա է պատճառը, որ մեր գրքերի մեծ մասն մենք տարբեր գործընկերների հետ ենք անում, հիմնադրամների հետ ենք անում, որպեսզի գիրքն իր ինքնարժեքից ավելի էժան լինի, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան գնել, բայց նույնիսկ այդ դեպքում մենք երբեմն տանում ենք 50% զեղչ, երբեմն մինչեւ 40%, որպեսզի մարդիկ, որոնք իսկապես ուզում էին գնել գիրքը, բայց թանկ էր, կարողանան գնել եւ կարծում եմ, որ դա էլ իսկապես կարևոր գործոն է, որպեսզի ավելի էժան լինի եւ փառատոններին այդ հնարավորությունը մենք տալիս ենք։ Լավ, փորձենք ամփոփել, հետաքրքիր է թե ինչ ակնկալիքներ ունեք այս փառատոնից եւ ընդհանրապես կազմակերպիչները միշտ որոշակի ակնկալիքներով կամ սպասելիքներով են, չէ՞, գնում ընդառաջ փառատոնին, կուզեի այդ մասին խոսեինք եւ ամփոփելով ասեինք այն ինչը որ չասվեց այսօր։ Այս ընթացքում այո։ Ես անձամբ ակնկալում եմ Նյումեգի համար արդեն ավանդույթ դարձած գրքի հերթ, որը մեր բոլոր փառատոններին մեզ ամենաուրախացնող հանգամանքն է։ Գրքի հերթ նշանակում է շատ ընթերցողներ, նշանակում է գրական քննարկումներ եւ հենց այս փառատոնի հետ կապված, քանի որ ձևաչափը նոր է, մենք հույս ունենք, որ այն կարդարացնի իրեն եւ կլինի առաջինը ու չի լինի վերջինը։ Հույս ունեմ, որ բոլորը ամենակարևորը ամառային այդ հանգստյան 2 օրերը լավ ժամանակ կանցկացնեն, մենք արել ենք հնարավոր ամեն բան այդ ժամանցը ապահովելու համար, բովանդակային եւ գիրքը, գինին ու ջազը սպասում են իրենց ընթերցողին եւ այն բոլոր մարդկանց, ովքեր ուզում են պարզապես կտրվել առօրյայից եւ այսպես արվեստոտ մշակութային օրեր ունենալ եւ կարծում եմ արժե հիշեցնել, որ սպասում ենք Երազայգում հունիսի 21-ին, 22-ին ժամը 17:00-ից
մանկական ծրագիրն է եւ 19:00-ից մեր հիմնական ծրագիրն է։ Եվ դա այդ ամբողջ տոնակատարությունը տեղի է ունենալու մինչև կեսգիշեր, չէ՞։ Դա էլ նշենք։ Այո, որովհետեւ վերջին գալահամերգն արդեն կեսգիշերին մոտ է եւ դրանից հետո սովորաբար փորձը ցույց է տալիս, որ երբ արդեն համերգը եւ այլն ամեն ինչ վերջանում է, լույսերն անջատվում են, ընթերցողները դեռ տաղավարում են գրքի լինում, դրա համար մենք ասում ենք մինչև կեսգիշեր, որովհետեւ մինչև կեսգիշեր դեռ ընտրում են ինչ ընթերցել կամ գնել։ Շատ լավ, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, սիրելի ռադիո լսող, դուք արդեն լսեցիք ու հասկացաք ինչի մասին էր մեր այս քննարկումն ու զրույցը, դուք ուղղակի պիտի մասնակիցը լինեք այս հրաշալի փառատոնին, որը տեղի է ունենալու 21-ին եւ 22-ին Երազ գործարանի տարածքում։ Իսկ ես ամփոփեմ զրույցը եւ ներկայացնեմ իմ հյուրերին, ում հետ այսօր զրուցում էինք, Նյումեկ հրատարակչության մուլտիմեդիա բովանդակության ղեկավար Մանու Իրիցյան եւ հրատարակչության կորպորատիվ եւ միջազգային գործակցության ղեկավար Նանե Մանուկյան։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը։